Բարև Օլիմպոս, ինչպես հասկացաք, մենք Բաթումիում ենք եւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մենք վերջապես հասանք Բաթումի, ճանապարհը մի քիչ երկար տևեց, մի քիչ օգնեցինք, մրսեցինք, այստեղ եւս անձրևային եղանակ է, բայց հուսանք վաղը արդեն ամեն ինչ ավելի լավ կլինի եւ սկսենք երևի մեր առաջին մասնակցից, ոչ թե առաջին ելույթ ունեցած մասնակցից, այլ առաջին մասնակցին, որին մենք հետևեցինք։ Իսկ մենք հետևեցինք Ալեքսանդրա Գրիգորյանի ելույթին, միանգամից եկանք եւ արծաթե մեդալ ունեցանք, իհարկե շնորհավորում ենք Ալեքսանդրային, հաջող ելույթ էր եւ մի քիչ երևի բացենք, Ալեքսանդրան սկսեց պոկում վարժությունը 88 կիլոգրամից, այնուհետև բարձրացրեց 91-ը, ցավոք 93-ը նրա համար հաջող չստացվեց։ Գիտենք, որ Ալեքսանդրան հրում վարժությունում շատ ավելի վստահ տեսք ունի եւ մենք համոզված ենք, որ նա հրումով կարողանալու է մեդալ նվաճել, ինչը եւ արեց, այո, նա 4-րդն էր պոկումից հետո, բայց երկամարտում կարողացավ ոչ միայն առաջ անցնել մյուս մրցակիցներից, այլ նաեւ դառնալ արծաթե մեդալակիր։ Հրումում նա բարձրացրեց 115 եւ 119 կիլոգրամ քաշերը։ 124 կիլոգրամ քաշային քաշը պետք է լիներ ռեկորդային, գիտենք, որ քաշային կարգերը փոխվել են եւ սա կարող է ռեկորդ լինել մեր մարզուհու համար, ցավոք չստացվեց։ Եվ երկամարտի 221 կիլոգրամ արդյունքով 210 կիլոգրամ արդյունքով Ալեքսանդրան դարձավ փոխ-չեմպիոն։ Ընդ որում նա ելի է եղել արծաթե մեդալակիր, եղել է նաեւ չեմպիոն, կարևորը կայուն ելույթներ է ունենում եւ ամեն առաջնությունում նոր մեդալ է նվաճում։ Եվ 221 կիլոգրամով չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինուհին Կամիլա Կոնոտոպը։ Խոստովանենք, որ նա իսկապես շատ ուժեղ էր եւ կարծես թե մի տեսակ դուրս էր մրցակցությունից, մոտեցումները շատ հեշտ ու թեթև էին տրվում եւ արժանի էր այս ոսկե մեդալի։ Ալեքսանդրան պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա նրան ու մյուս մրցակիցներին շրջանցել։ Այո, աշխարհի առաջնությունում շատ ավելի դժվար է լինելու, բայց մենք հավատում ենք, որ Ալեքսանդրան երիտասարդ մարզիկ է եւ կարող է բարելավել իր արդյունքները եւ մեդալներ բերել նաեւ աշխարհի առաջնությունից։ Մենք խոսել ենք նրա հետ, եկեք հիմա լսենք ու կվերադառնանք։ Ճիշտ ասած, այդքան էլ կոչեմ իմ արդյունքներից կարող էի ավելին, բայց քանի որ կա մեդալը, փառք Աստծո ունենք մեդալ, գոհ ենք դրանից, որ ամենակարևոր ամփոփությամբ ավարտեցինք ելույթը հետանոր մեդալներով։ Նրանք իմ համար լուրջ հակառակորդներ էին, բավականին, որովհետև տեսել եմ իրենց կարողությունները, բայց փառք Աստծո կարողացա հաղթահարեմ ու կռիվ տվեցի եւ կարողացա մեդալ նվաճել։ Դե ավելին էի պատրաստ, քանի որ համեմազնական քաշը այդքան չէր ինչքան որ պետք էր, հետո էլ 6 մոտեցում աշխատելու դեպքում հնարավոր է երբ չեմպիոն լինեի, բայց նորից շատ շնորհակալ եմ, որ արծաթե մեդալը ունեմ։ Հիմա Գոհար, արի մի քիչ խոսենք կազմակերպվածությունից, թեև ընդամենը մի քանի ժամ ենք այստեղ, բայց կարող ենք ասել, որ մի քիչ քաոտիկ է, բավական անկազմակերպ, արդեն մի քանի քաշային կարգեր իմ մարզիկներ ելույթ են ունեցել, հաղթողները հայտնի են դարձել, նոր պետք է անեն պարգևատրում եւ մեզ դուրս են հանել դահլիճից։ Ճիշտն ասած, Բաթումին երկրորդ անգամ է ընդունում Եվրոպայի առաջնությունը, Թբիլիսին եւս Բաթումից առաջ ընդունել էր Եվրոպայի առաջնությունում եւ Եվրոպայի առաջնություն եւ ինձ մոտ տպավորություն էր, որ Վրաստանի ֆեդերացիան շատ ավելի բան է սովորած լինելու, հետևություններ է արած լինելու, բայց ես եթե համեմատեմ 2019-ի Եվրոպայի հետ, հասմիկ իմ կարծիքով ավելի հետընթաց է գրանցվել, չնայած հուսանք, որ օրերի ընթացքում կկարողանան շտկել, ասենք, որ լրագրողների համար առանձնացված տեղը շատ վատն է։ Մենք մեր գործընկերների մի մասը գետնին են նստում, մենք ձեզ անպայման ցույց կտանք, որ համոզվեք ինքները ունենք աթոռներ, բայց չունենք սեղաններ, ամեն դեպքում այն պայմանները չեն, որոնք պետք են լավ աշխատելու համար։ Ունենք նաև առանձին մամուլի սենյակ, որտեղ կարող ենք աշխատել, այնպես որ ստիպված ենք այստեղ, այնտեղ եւ ամենուր, որ կկարողանանք տեղ գտնել եւ աշխատել մեր համակարգիչներով։ Առաջիկա օրերին մենք կրկին կկապվենք ձեզ հետ Բաթումից, հուսանք ավելի շատ մեդալներ կունենանք, ավելի բարձր կարգի մեդալներ կունենանք, մեծ սեղաններ կտրամադրեն, ինչու ոչ նաև աթոռներ եւ կասենք բարև Օլիմպոս։ Նորանոր մեդալներով եւ նոր նվաճումներով։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք, ուղարկեք մեր էջը ձեր բոլոր ընկերներին, ովքեր սիրում են սպորտ, իսկ եթե չեն սիրում, ելի ուղարկեք, որպեսզի սիրեն։ Կանանցիկ